Նորից բարև ձեզ, Հրանտի խնդրանքով Picoin-ի վերաբերյալ եմ ուզում մի թեթև խոսեմ, որովհետև ինչպես Հրանտը, այնպես լիքը այլ մարդիկ Picoin-ի ձեռը կրակն են ընկած ու չեն հասկանում, թե ինչա ի վերջո տեղի ունենալու, հենց որ եկեք փորձենք հասկանանք, թե ինչա առնվազն տեխնիկական տեսանկյունից տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ Picoin-ը ուրեմն սկսեց աշխատել 0.1-ից մինչև համարյա 3, չէ, համարյա չէ, 3 բարձրացավ, որից հետո սկսեց անկումը լուրջ, այստեղից 3-ից ընկավ մինչև 0.39-40, պատճառը այն էր, որ մարդիկ ինչքան որ կուտակել էին գումար եւ այլն, որ պետքա կանխիկացնեին, որ ինչ որ ձևով գործարքներ լիներ, փաստացի չէին կարողանում դա անեին ու դա շատ բացասական ձևով ազդեց Picoin-ի վրա։ Ինչա տեղի ունեցել, դեռևս ոչ մի փոփոխություն առանձնապես չի տեղի ունեցել, այստեղ կներեք, Fibonacci տեսանկյունից որ նայում ենք, եթե մի քիչ հույս լիներ, ինքը առնվազն 1.5 դոլարի սահմանում պետքա պահեր գինը, որից հետո պետքա շարունակեր, հաշվի առնելով այդքան միլիոնավոր մարդիկ հետևում են եւ այլն։ Բայց փաստացի ոչ մի մակարդակ չի պահել, հետեւաբար Fibonacci-ն այստեղ ոչինչ մեզ չի ասում։ Որն է խնդիրը։ Տեխնիկական տեսանկյունից եթե դիտարկենք, տեսեք, այստեղ մենք ինչ ունենք, ունենք մակարդակ օրական տեսանկյունից, որ տեսնում եք այստեղ ինչքան սիրուն մոմ է փակել կարմիր, փակել է նույնիսկ այս պոչերը որ կար, որ անընդհատ այս պոչերը այստեղ փորձում էին միշտ վերև պահեն, այս անգամ չկարողացավ, եկեք մոտիկացնեմ, չկարողացավ պահի, որ այսինքն reject անի դեպի վերև, հետևաբար ինձ համար Picoin-ը դեռևս ընկնող է, այսինքն ինքը ասենց եղել է, բարձրանում է հիմա վերև, որից հետո այս մակարդակից մեկ ժամանոցում ավելի պարզ կտեսնենք, տեսեք, պայքար կա այստեղ, ու այս պայքարից հետո ուղղակի ինքը, տեսնում եք այս մակարդակը որ կա, սենց մոտավորապես այն մակարդակն է, որ գալու է ու եկել արդեն կպել է, տեսնում եք, մտնելուն պես ընկել է կարմիր մոմա, ժամանոց փակել, մի հատ էլ է մտել ու հիմա նույնպես շարունակում է։ Իրա փրկությունը իրականում համենայն դեպս ֆունդամենտալ տեսանկյունից այն կլինի, եթե օրինակ Binance-ում վերջապես listing լինի կամ ուրիշ այլտեղ, որ մի քիչ liquidity ձեռք բերի ու ավելի տենց ինվեստորների տեսանկյունից վստահություններ շնչի, որովհետև շատ սպասված, շատ ինչ-որ բոմբ պրոյեկտ էր, տարիների վեր, Picoin, աչուձախ սա խոսում էին, ու նույնիսկ Binance-ում չկարողացավ ինքը list լինի, որը որ ուրիշ coin-եր կարողացել են ու այդքան պոպուլար չեն եղել, այսինքն այսքան հայտնի չեն եղել, անընդհատ listing են լինում, իսկ ինչ-որ անհասկանալի պատճառներով Picoin-ը list չի լինում Binance-ում, դա բավականին բացասական է ազդում մարդկանց վստահության վրա, որովհետև ինչի պետքա տենց լինի։ Հետո տեսեք, այստեղ ուրեմն Binance-ում ինչ են նաև պատմում, որ ուրեմն AI powered app են սարքել կամ պետքա սարքեն, որտեղ որ դու կկարողանաս քո app-երը սարքես Picoin-ում, հենց P network-ում, ոնց որ Ethereum-ն է, նույնն էլ կարողանաս P network-ում սարքես այդ application-ները ու աշխատացնես։ Եթե սա կյանքի կոչվի, այսինքն սկսեն մարդիկ աշխատել, օգտագործել ինչ-որ ձևով, կարծում եմ ինքը բնականաբար կբարձրանա, բայց այս պայն չեմ կարծում, որ ինքը եսիմ ինչ մի պայծառ ապագա է սպասվում, համենայն դեպս կարճաժամկետ, որովհետև այստեղ նույնիսկ ով որ գրել է, չգիտեմ, ասում է 0 ուրեմն 40-45 ցենտ կարա ինքը իջնի ու հետո ավելի շատ։ Իմ կարծիքով Picoin-ը դեռևս պետքա ընկնի, թե ինչքան կընկնի չեմ կարող ասել, որտեղ դա ֆունդամենտալ ոնց որ լուրերից է կախված լինելու, բայց համենայն դեպս ինքը դիրքավորված է, որ ընկնի առնվազն 0.4 հանգիստ կարա իջնի, 0.4-ը այստեղ է, վարքյան մի քիչ մեծ գրաֆիկայով նայենք, որպեսզի ավելի պարզ լինի։ Հələ որ 0.4-ը այն հոգեբանական մակարդակն է, որ դրանից ցածր չի ընկել։ Հետևաբար ինքը կարա իջնի, միանշանակ կարա իջնի, այս վերջի մոմը հաշվի առնելով օրական ու թե երբ կարա ինքը սկսի բարձրանալ,
կարանք այսպես մի բան անենք ու այդ ժամանակ պարզ կլինի։ Տեսեք, հիմա օրական գրաֆիկայով, կարանք նույնիսկ 4 ժամանոց գրաֆիկայով նայել, մի հատ այստեղ, մի հատ էլ կարող ենք սենց անել, այսենց։ Չէ, իրականում սա ոչինչ չի ասում մեզ, որովհետև անհասկանալի է, այսենց կարող ենք անել, տեսեք, մենք օրական մի հատ trend line ունենք դեպի ներքև ու ամենաշատը, որ կարող ենք սպասել, հետևյալն է, որ 1 վայրկյան գտնեմ path, սենց գա իջնի, օրինակ, չգիտեմ 40 եւ այլն, հետո ինչ որ ձևով բարձրանա, սենց փորձի ջարդի, այս մակարդակը, հա, այս trend line-ը, երբ որ ջարդեց, այդ ժամանակ կարող ենք դիտարկել, որ չէ, всё-таки Bitcoin-ը արդեն հասունացել է, բայց դեռևս միանշանակ Bitcoin-ի ուրեմն կարճաժամկետ տեսանկյունից ես իրեն չեմ տեսնում, որ բարձրանալու է, զուտ որովհետև ինվեստորները նույնպես հələ տենց այդ վստահությունը չունեն։ Երբ որ հասունանա հետաքրքիր նորություններ, Binance-ում listing լինի կամ ուրիշ exchange-երում listing լինի եւ այլն, այդ վաղ կարող ենք դիտարկել, բայց ինչ Bitcoin-ը անում է, նայեք փորձում է բարձրանում է, այստեղ սաղ մի հատ stop hunting-ա տեղի ունենում ու գմփ դեպի ներքև։ Հիմա այստեղ նույնպես օրականը արդեն հուշում է դեպի ներքև, այստեղ մի հատ մակարդակ ունենք supply zone-ա, 0.549 մի քիչ էս կոմենկոմ, մի հատ եւս ուրես supply zone-ա ունենք, որը որ 0.5-ում է, եւս ունենք արդեն մեծ supply zone-ա 0.53-ում, որ նույնիսկ եթե բարձրանա այստեղ, նույնպես ինքը պետքա որ շարունակի ընկնել։ Հետևաբար ես շատ մեծ հույսեր Bitcoin-ի շուրջ չէի ունենա, կներեք, եթե շատ մեծ հույսեր էիք փայփայում, բայց համենայն դեպս Bitcoin-ում այս բան ոչ մի դրական ակնկալիք չկա, հա, գործ անում են, բայց այդ գրաֆիկայի տեսանկյունից ոչ մի wow էֆեկտ չկա, հենց որ զգուշ եղեք, ուշադիր եղեք ու մեծ ակնկալիքներ դեռևս մի ունեցեք։ Մերսի շատ։